Սյունիքի սահմանին Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորախումբն է մարզվում։ Նախիջևանից մի քանի կիլոմետր հեռու Թավրիզում Իսրայելը ռմբակոծում է։ Ավելին նավթավերամշակման գործարան է պայթեցրել։ Գրոհները շարունակվում են։ Վերջաբանն անկախատեսելի է այս պահի դրությամբ։ Վիրավորների հստակ թիվ հրապարակելուց խուսափում են, աճելու միտում կա։ Իրավիճակը ծայրահեղ լարված է ուրբաթ 13-ի լույս առավոտից։ Ապրիլ եւ հոկտեմբեր ամսին Իրանը պատասխանել էր Իսրայելին, այո, բայց ունակությունները հակաօդային համակարգի նվազել են Իսրայելի հարձակումներից հետո նախորդ տարի եւ միևնույն ժամանակ ցամաքային ունակությունները Իրանի չեն նվազել, որտեղ մտնում է հարավային Կովկասը որպես պատասխանատվության գոտի։ Այդ առումով այո, զսպող մեխանիզմները նվազել են, բայց ոչ այդքան շատ։ Թուրքական բանակը Նախիջևանում մշտական ներկայություն ունի առնվազն 2016 թվականից։ Մելքոնյանի խոսքով Հայաստանի հարավը Սյունիքի մարզը փաստացի գտնվում է ուժային բախման թատերաբեմի եզրին։ Մելքոնյանը զգուշացնում է, եթե Իրանում իրավիճակը սրվի, Ադրբեջանը կարող է փորձել օգտագործել ստեղծված ապակայունությունը Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, հատկապես Սյունիքով միջանցք պահանջելու համատեքստում։ Հայաստանը պիտի պատրաստ լինի յուրաքանչյուր զարգացումներին, որովհետև Ադրբեջանը պատրաստ կլինի օգտագործել ապակայուն ոչ կայուն իրավիճակը Իրանի շուրջ, որպեսզի ճնշում գործարկի Հայաստանի դեմ։ Իրավիճակի լրջության մասին բարձրաձայնում են նաև Հայաստանի խորհրդարանական ընդդիմադիր շրջանակները։ Իրան-Իսրայել բախումները լրջագույն մարտահրավերներ են ստեղծում մեր անվտանգային միջավայրի համար, հատկապես Սյունիքի ուղղությամբ, հայտարարում է Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը։ Ըստ падգամավորի, ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն արձագանքել այս կարգի ճգնաժամերին։ Ուղղակի պատկերացրեք, այսօր մեր անմիջական հարևանությամբ լուրջ զարգացումներ են տեղի ունենում, բայց դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ վարչապետի աթոռի նստած անձը այս պահին գտնվում է Չեխիայում ինչ-որ քննարկումների մեջ, իսկ պաշտպանության նախարարն էլ ասում են, որ հիվանդ կարգավիճակով պառկած էր, այսօր նույնիսկ հանձնաժողովի նիստին չի ներկայացել, այսինքն ել չեմ ասում գլխավոր շտաբի պետի ընդհանրապես տարբեր դիրքորոշումներ, երբ Սյունիքում կրակոցներ են տեղի ունենում, ինքն ասում է առանձնապես մտահոգվելու թեմա չէ եւ այլն։ Մասնագետներն ահազանգ են հնչեցնում, եթե այս հարվածները շարունակվեն եւ վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը։ Իրան-Իսրայել հակամարտության խորացումը Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունները եւ Սյունիքի շուրջ վերականգնվող լարվածությունը ըստ ընդդիմադիր падգամավոր Գեղամ Մանուկյանի պահանջում են Հայաստանի իշխանությունների անհապաղ եւ համակարգված արձագանքը։ Սակայն վերջինս ընդգծում է, այդ արձագանքը բացակայում է։ Մի քանի կիլոմետր այն կողմ Պարսկաստանը, որը ենթարկվել է հրետանակոծության նախորդ գիշեր եւ ամեն վայրկյան նոր զարգացում, բնականաբար Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններն Սյունիքի խնդիրը կա եւ իրոք բրկված վիճակ է։ Նիկոլ Փաշինյանը այսօր սաղմոս չի գրել, կարծեմ Չեխիայի գնացել ինչ որ անհասկանալի մի համաժողովի մասնակցելու։ Սրանց արձագանքը ոչ համարժեք է, ոչ ադեկվատ է։ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ ասում է, որ սահմանի իրավիճակը համեմատաբար կայուն է եւ այս պահին ինքը որևէ մտահոգիչ տվյալ չունի։ Հարցին, թե արդյոք պաշտպանության նախարարությունը գնահատել է Սյունիքի վրա հարձակման ռիսկերը, հաշվի առնելով, որ այս լարված պահին Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում Հայաստանի անմիջական հարևանությամբ, փոխնախարարը դժկամությամբ է արձագանքում։ Ասում է, բնականաբար տարածաշրջանում ցանկացած սրացում մտահոգիչ է եւ հայտարարությունն ավարտում ավանդական հավաստիացմամբ։ Պաշտպանության նախարարությունը հետևում է իրավիճակին։ Նանդե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։